24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ ինձ կալելու համար։ Ես եմ շնորհակալ եղել։ Խոսենք օրերս կայացած Եվրամիության գագաթնաժողովներից երկուսնեին Եվրոպական քաղաքական համայնքի եւ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովները մեծ ողջավորվածություն էր եւ հիմնական ուղերձներն էր, որ Հայաստանը հիմա ավելի ժողովրդավար է, ավելի խորը հարաբերություններ է Եվրամիության հետ կարողացել հաստատել, ինչը նախկինում չի եղել եւ դա շարունակական է լինելու, բայց ըստ էության մենք չհասկացանք, թե առարկայական ինչ նոր փոփոխություններ են սպասում, ինչ նոր հնարավորություններ են բացվում։ Համաձայնագրեր են այլուց հետո դուք ինչ հնարավորություններ եք տեսնում Եվրամիության հետ եւ արդյոք ավելի խորացնում ենք մենք մեր հարաբերությունները նրանց հետ։ Ժպիտ առաջացավ, երկրորդ անգամ կրկնեցիք այդպես խորացնել հարաբերությունները, մենք տարիներ առաջ կոնկրետ թվական չեմ հիշի, ունեինք ՍԵՊԱ-ի պայմանագիր, ինչը նշանակում էր Հայաստանից արտահանվող 6500 ավանոմ, եթե չեմ սխալվում, ապրանքատեսակների կամ զրոյական մաքսատուրքով ներկրում ԵՄ տարածաշրջան կամ շատ ցածր մաքսատուրքերով ներկրում, այսինքն սա առարկայական հողի վրա քայլ էր, այսինքն տեսեք Հայաստանից այժմյան ցանկացած ապրանքը արտահանելու համար Եվրոպայում պետք է ներկրման մաքսատուրք վճարվի։ Տարիներ առաջ չէինք վճարում, վերջերս մի 3 տարի առաջ կարծես ընդհատվեց արդեն ժամկետը լրացավ։ Այսինքն հիմա ենք ավելի մերձեցել, որ մեր վաճառքը Եվրոպա մաքսատուրքով է, թե այն ժամանակ էինք ավելի մերձեցած։ Այստեղ գիտեք, այդ փաշինյանական, ՔՊ-ական էս կեղծ իշխանական ոչ կա, որ լուն ուխտ են դարձնում։ Այսինքն ինչ որ չեղած բան, աննախադեպ այսպիսի բառերով համեմուն են ու փորձում են ստանալ ինչ որ մեդիա էֆեկտ, որը դե բնականաբար այլևս չի ստացվում։ Բայց Եվրամիության ներկայացուցիչներն էին դա շեշտում, որ հիմա նոր մակարդակի հարաբերություններ են։ Գիտեք, աշխարհում կարծես տենդենս կա Փաշինյանների նման ղեկավարների, որովհետև դրանից ավել չմեկնաբանեմ, հա։ Այսինքն ՍԵՊԱ-ից այն կողմ չեն կանցել մենք։ Ավելի ենք թույլացել կարծում եմ, որովհետև ես երբեք չեմ մոռանում Եվրոպական միության երկրների, Եվրոմիության խավորությամբ Պրահայում Արցախը հանձնվել է Ադրբեջանին։ Խավորությամբ, բառեզբուն իմաստով։ Դա հիմա համարում ենք ավելի մերձեցում, թե ոչ։ Բնականաբար դա չի կարող ինձ համար լինել ավելի մերձեցում։ Ես իմ հայրենիքի մի հատվածի կորուստը իմ երկրի այսօրվա ղեկավարության ուզենք թե չուզենք, այսպես Ադրբեջանից շատ ավելի հիմնավորված կերպով նվիրաբերում Ադրբեջանին։ Նորից եմ կրկնում Եվրոպայի խավորությամբ։ Ես դա կարող եմ մերձեցում համարել, իհարկե ոչ, ինչի մասին է խոսքը։ Ունենք պոտենցիալ, այո, ունենք պոտենցիալ։ Սրա մասին առանձին կարող ենք խոսել։ Իսկ 2.5 միլիարդը, որը խոստացվել էր, արդյոք այս մասով սպասելիքները շարունակվում են։ Տեսեք, 5 տարի առաջ խոստացան 21 թվականին, որպեսզի Փաշինյանը վերընտրվի, 5 տարի մոռացան 2.5 միլիարդ եվրոյի մասին, հաջորդ ընտրությունների նախաշեմին հիշել են 2.5 միլիարդ եվրոյի մասին։ 5 տարի առաջ էին խոստացել։ Մոտավորապես, կարող է 4 լինի, բայց ամեն դեպքում Փաշինյանի երկրորդ այդպես ընտրվելու ժամանակահատվածում է եղել այդ խոստումը։ Իհարկե դրա մեջ էլ կար մանիպուլյացիա, ներկայացման մանիպուլյացիա, որովհետև դրանց ընդամենը 5 միլիարդներ այդպես ուղղակի հատկացումների տեսքով, մնացած 2 միլիարդը ակնկալում էին, որ եվրոպական ներդրողները կներդնեն Հայաստանի Հանրապետությունը։ Միֆ, մեծ միֆ։ Այսինքն եթե այժմյան ձևակերպումը նույնիսկ այդպիսին է, հետեւաբար մի քանի արգումենտներով կարող ենք հիմնավորել, որ դա հերթական միֆն է եւ հերթական նախընտրական, այսպես եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին։ Ինչ վերաբերվում է նաեւ հարցի մեջ շեշտեցիք փաստաթղթերը, փաստաթղթի մեջ օրինակ ներառված է Ֆրանսիայի հետ կնքված փաստաթղթի մեջ ռազմական կամ պաշտպանական ոլորտում համագործակցություն։ Ես Ֆրանսիայի հետ վերջերս մի համագործակցություն եմ հիշել այնպիսի զինտեխնիկայի վաճառք Հայաստանին, որ աշխարհի ոչ մի երկիր ձեռք չէր բերել, միայն աֆրիկյան, բայց չեմ հիշում, որ պետությունն էր ձեռք բերել, կարծես այնտեղ 90% աղքատություն ունեցող ինչ որ նույնիսկ տեխնիկական բնութագիրը չզննող ինչ որ մի երկիր էր ձեռք բերել եւ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերել։ Կամ եկեք չմոռանանք, որ այս իշխանությունը Վենսի Երևանի այցի ժամանակահատվածում մեկնաբանությունը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գումար փոխանցի Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչ որ ձեռքբերումներ կատարելու համար, ներկայացրեցին Ամերիկայի կողմից Հայաստանում ներդրում։ Այսինքն մոտավորապես բոլոր այդպիսի նույն տրամաբանության մեջ է։ Անիմաստ, անբովանդակ, շատ դեպքերում կեղծված եւ տրամագծորեն հակառակ ձևի ներկայացվող, հետեւաբար ԵՄ-ի
Եվրախորհրդանի գագաթնաժողովի տարբեր երկրների ղեկավարների այժմյան այցից Հայաստան որևէ դրական ակնկալիք Հայաստանի Հանրապետության համար պետք չունենալ, Նիկոլ Փաշինյանի համար որոշակի առումով այո կարող է տալ դրական էֆեկտ, կարճաժամկետ իհարկե։ Իհարկե ընտրություններին մնացել է 1 ամիս ժամանակ։ Այսինքն դա տպավորել է մարդկանց, որ այդքան ղեկավարներ փաստացի եկան Հայաստան, մասնակցեցին գագաթնաժողովին, խոստումներ տվեցին։ Տեսեք, վերագրվում այս ամենը Փաշինյանի Այո, երբ որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից կնքեց ինչ որ փաստաթուղթ, էլ չասենք ինչ փաստաթուղթ էր, ինչ որ փաստաթուղթ էր դա, հերթական անբովանդակը, Վարկանիշի վրա Նիկոլ Փաշինյանի 1.5-ից 2% չափով կարծես թե ազդեցություն թողեց։ Սրանից ավել ազդեցություն ես չեմ էլ ակնկալում։ ԵՄ ղեկավարների Եվրախորհրդանի գագաթնաժողովի հայաստանյան այսպես անցկացված փաստը կարող է եւս 1.5-ից 2% չափով վարկանիշի աճ ապահովել Փաշինյանին։ Ոչ ավել նկատի ունեմ։ Իր դիրքերը չեն ամրացել։ Իր էլեկտորատի մոտ, որովհետև ունի որոշակի այսպես հաստատուն էլեկտորատ, այո նրանց մոտ կարող են հաստատակամության դոզայի ավելացում լինել, որոշակի հատվածի մոտ ովքեր որ են տատանողական այսպես վերաբերվում կամ վարկագից, այո նրանց մոտ էլ որոշակի դեպի հաստատունացումը վեկտորի փոփոխություն կարող է լինել։ Բայց մյուս կողմից չեն կարող ասել, չէ, որ ոչինչ չտվեց այդ այցերը, հանդիպումները, քննարկումները Հայաստանին։ Հայաստանին ոչինչ չի տվել այսպես մակրոմակարդակում, միկրոմակարդակում այո որոշակի այդպես օգուտներ տվել է, որովհետև այնուամենայնիվ այդ քննացած մարդիկ հյուրանոցներից օգտվել են, սա որոշակի եկամուտ է հյուրանոցների սեփականատերերին, սրճարաններ, ռեստորաններ, տրանսպորտային միջոցներ, ովքեր որ տեղափոխություն են կազմակերպել։ Այսպիսի փոքրիկ լոկալ շահութաբերություն ապահովել է։ Այլ բան Հայաստանին չի տվել, եթե չասենք, օրինակ կարող է շատ ավելի բացասական տալ, բայց բացասականի մասին կլռեմ դեռևս։ Ինչու բացասական լինի։ Հնարավոր է, կա հնարավոր ռիսկ բացասական ազդեցության, դրա համար եմ ասում, հնարավոր ռիսկ է, ինքը դրա համար պետք է դրա մասին լռեմ դեռևս։ Իսկ վիզաների ազատականացման մասով կարող եք սպասումներ ունենալ, կարծում եք, առաջիկայում, մոտ ապագայում գոնե։ Ես դեռևս չունեմ ամենայն դեպս։ Իսկ վիզաների ազատականացումը նույնիսկ 100-րդական հարց չէ ինձ համար, որովհետև Հայաստանի Հանրապետության բառից բուն իմաստով գոյության հարցն է դրված սեղանին։ Հայաստանի գոյության հարցը դրված։ Այսինքն տեսեք, Հայաստանի գոյության հարցի ֆոնին ես պետք է մտածեմ վիզայի մասին, այսինքն ինձ անհրաժեշտ է վիզա Եվրոպա այցել համար թե ոչ, դա գիտեք, որ մարդը պետք է մտածի, ով որ նպատակադրված է Հայաստանի կործանն ու ինքը շուտ պետք է մի ոտ առաջ Հայաստանից փախչի եւ նպատակադրվել է, որ Եվրոպա փախչի եւ ոչ թե այլ երկրներ։ Միգուցե նրանց հետարքի ինձ դանդաղապես չի հետաքրքրում։ Հիմա դուք կարծում եք, որ Հայաստանի գոյության հարցն է դրված։ Այո։ Այո։ Եվ ինչ է սպասում, եթե Փաշինյանը վերընտրվի։ Փաշինյանի վերընտրվելու պարագայում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից զիջումների այսպես լուրջ վտանգ կա, մասնավորապես ոսկեպարի հատվածում դեռևս, նոյեմբերյանի այլ տարածքային հատվածներում, Տիգրանաշենում, Սյունիքում, եթե չեմ սխալվում, որոշակի այսպես ռազմավարական նշանակության տարածքների հանձնման ռիսկ, սա գիտեք բազմից է ասվել Ադրբեջանի կողմից, Հայաստանի կողմից էլ ամենայն դեպս չի հերքվել, ընդ որում Հայաստանի փաստացի ղեկավարն էլ հայտարարում է նույնիսկ, որ իրանց մենք պետք է հենց իրենց էլ տրամադրենք։ Ադրբեջանցիներով Հայաստանում բնակեցման խնդիր, որի մասին անդադ խոսում են եւ ադրբեջանական կողմը Արևմտյան Ադրբեջան անվանմամբ այդպես համալսարաններ, խմբակցություններ, հանձնաժողովներ խորհրդարանական, հասարակական կազմակերպություն եւ այլն հիմնում եւ անընդհատ աշխարհում ռոպագանդում եւ տարածում է եւ Հայաստանից ոչ մի հակադարձում չկա։ Փոխարենը կա ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում եւ արտգործնախարարի ու Փաշինյանի մակարդակում հայտարարություններ, որ այո մենք պետք է հայտարարենք եւ դա մեր համար արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն չի հանդիսանում։ Մենք ունենք փաստացի Արարատ Սարի պատկերի բոլոր տեղերից բնաջնջում վերացում, սրանք բոլորը ռիսկեր են, որոնք որ հա իմիջայլոց մենք ունենք Արցախի մայրաքաղաքում առաջնորդանից եկեղեցու ավերում Ադրբեջանի բարբարոսների կողմից, այնինչ ունենք Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանական փաստաբան ժամանակավոր Հայաստանի վարչապետ աշխատող, որը արդարացնում է այդ արարքը, որ իհարկե պետք է այդպես էլ անեն, ինչու պետք է չանեն։ Հակառակ ասեք, ինչու պետք է չանեն։ Այսինքն դրանք բոլորը վտանգներ են, որոնք առաջին հերթին սկսում ենք ինքնությունից, այսինքն մեր ինքնության, մեր ինստիտուցիոնալ հիշողության բնաջնջում է տեղի ունենում,
կրթական մակարդակից սկսած մինչև ամենօրյա քարոզի մակարդակ։ Մեր հավատքի եկեղեցու գլխատում եւ եկեղեցու փաստացի, այսպես դերի ու նշանակության ոչնչացում է տեղի ունենում, արդեն ոչ էմոցիոնալ հատվածից, այսինքն Հայաստանի հետագա գոյության զարգացման, ռազմական նշանակության, տնտեսական նշանակության բոլոր կոմպոնենտների փաստացի ոչնչացում է տեղի ունենում եւ Հայաստանը դարձում է սպառողական երկիր, կախյալ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Եթե Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական ներուժ չի ստեղծվում, հետեւաբար դու պետք է սպասես, թե երբ պետք է Ադրբեջանը բարեհաճի ինչ-որ ապրանք վաճառի, Թուրքիան բարեհաճի ինչ-որ ապրանք վաճառի։ Օրինակ տեսեք, Թուրքիան նպատակադրված Հայաստանում վաճառքների այդպես իրականացում է կատարում, բայց Հայաստանի Հանրապետությունից արտահանումը դեպի Թուրքիա մաքսատուրքերի ավելացում է կատարում, այսինքն անդադ խոչընդոտում է։ Հետևաբար Հայաստանից ինքնությունից, կրոնից, արտադրական եւ սեփական երկրում արարելու բարիք ստեղծելու ներուժից մինչև Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման տուգանում Ադրբեջանը եւ Թուրքիան միասին համաձայնեցված կերպով իրականացնում են։ Հիմա փոխադարձ փաստորեն առևտրային հարաբերությունների մասին է խոսում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, տեղեկություն կա, որ վաղը ալյումին եւ հացահատիկ է ուղարկվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան, ըստ ադրբեջանական գործակալության Հայաստան կուղարկվեն ալյումինով լի 2 եւ հացահատիկով լի 9 վագոններ, հետո Ալիևն ասել էր, որ փոխվարչապետի այցից հետո պայմանավորվածությունները ուժի մեջ են, ավելի մեծ այսպես ապրանքների շրջանակ է ներառելու առևտրի, սա դրական է, թե ոչ։ Տեսեք, Ադրբեջանի տարածքով շատ պետք է ուղղակի շատ կոնկրետ շեշտել, որովհետև վերջերս մի ԿՊԱ-ական падգամավոր էր կամ չգիտեմ ինչ էր աշխատում այդ աղջիկը։ Ադրբեջանից ուղիղ գալիս է падգամավորը։ Նույնիսկ չկա, գիտեք, ճանապարհը, որպեսզի Ադրբեջանից ուղիղ գա, եւ մեր հայրենակիցների շատ հատվածին այդպես միտումնավոր կերպով մոլորության մեջ են գցում։ Ադրբեջանի տարածքով որ գալիս է, այսինքն կախված է ճանապարհը Ղազախստանից թե Ռուսաստանի Դաշնության տարածքից, նպատակահարմարությունից տվյալ տրանսպորտային կազմակերպության առաջարկից կախված ձեռք բերող կողմը կարող է ակցեպտավորել առաջարկը։ Ինչ է դա նշանակում։ Միայն Վրաստանի տարածքով կամ Վրաստանի տարածքով պայմանական կամ Ադրբեջանի տարածքով համեմատականի մեջ կարող է $500 տարբերություն տալ։ Զուտ փոխադրման առումով։ Եվ բնականաբար ձեռքբերողը հայկական բիզնես ներկայացուցիչը ընտրի ադրբեջանական տարբերակ։ Ինչի այսպես փաստը տեղի ունեցել սրանից նույնիսկ 10-15 տարի առաջ։ Ես գիտեմ բիզնեսներ, որոնք որ ընտրել են, այսինքն ինչ է նշանակում սա։ Վաճառող կողմի վրա է թողնում բեռնափոխադրման պարտականությունը, վաճառող կողմը պատկերացրեք ղազախական կազմակերպությունը։ Ղազախական կազմակերպությունը Ադրբեջանի հետ չունի որևէ տեսակ խնդիրներ եւ ամբողջական տրանսպորտային շղթան կառուցում է հետեւյալ կերպ։ Ղազախական տրանսպորտային միջոցը գալիս Ադրբեջանի տարածքով հասնում է Վրաստան, այնուհետև մտնում է Հայաստան։ Որևէ խոչընդոտ սրան չկա։ Ու դա գիտեք ինչ է, դա այնքան պրիմիտիվ բան է, որ դրա մասին նույնիսկ ովքեր որ այն ժամանակ էլ եթե խոսեին, մենք կհամարեինք ամոթ, ինչ որ հիմա ենք համարում։ Դե ներկայացնում է, որ Ադրբեջանը բարերար է, թույլ է տալիս իր տարածքով գա։ Բա դրա համար եմ ասում, այս իշխանության մրցակցային ամենալուրջ առավելությունը անամոթությունն է։ Սրանք չունեն ամոթ։ Հետևաբար, այն ինչի մասին, որ ամոթի զգացում, նվազագույն զգացում ունեցող մարդը պետք է լռի, սրանք դրա մասին բարձրաձայնում են ու մի հատ այդպես տարածում են։ Դա ասում էր ձեռքբերումն է, որ Ալիևը համաձայնվել է, որ իր տարածքով դες էլ ասում, դա իր ձեռքբերումը չի, դա Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի, եւ ձեզ մի հատ էլ փաստ եմ առաջ քաշում, որ հայկական կողմը, այդ թվում կառավարությունը եւ էկոնոմիկայի նախարարը ոչ տապեց այդում կայանում դիմավորելու առաջին խմբականակ բեռ Ադրբեջանի տարածքով, որ եկել էր Վրաստան, հետո Վրաստանից Հայաստան, ղազախական ԶԼՄ-ներից էին իմացել, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել։ Դա կառավարության կամքից անկախ հանգամանքներում է տեղի ունենում։ Այստեղ ոչ Ալիևը կապ ունի, ոչ Նիկոլ Փաշինյանը կապ ունի։ Մենք էլ լինենք, մենք էլ կապ չենք ունենալու, որովհետեւ դա կոնկրետ բիզնեսը պայմանավորվում է տրանսպորտային շղթան, տրանսպորտային կազմակերպությունը ուղղակի փոխադրումը կազմակերպում է, այսքան բան։ Շատ պրիմիտիվ կառուցվածք ունի դա։ Իսկ հիմա այս ալյումինի մասով սա նույն բանի հետ պրիմիտիվ տրամաբանության շղթայի մեջ է։ Այսինքն այսօր կարող է լսեք ալյումին, երեք լսել ենք հացահատիկ, դրանից առաջ լսել ենք, չգիտեմ, բենզին, վաղ կարող ենք լսել ուղղակի շաքարավազ, հաջորդ օրը կարող ենք լսել ուղղակի ալյուր եւ այլն։ Այսպես շարունակ լիքը բան, այսինքն ցանկացած ապրանք, տեսեք ինչ են անում։ Եթե չկա բովանդակություն, սկսում են նույն
թեզը մի քանի անվանումներով տարածել, ինչը պիտի փոխեն։ Ոչ մի բան չէ, որովհետև տրամաբանական է, որ Ադրբեջանի տարածքով եկել բեռը մտել է Վրաստան, այնուհետև Հայաստան։ Մենք չունենք ուղիղ անցման ճանապարհ, չի կարող լինել այդպիսի բան։ Ապա շրջափակված չեն մեր ճանապարհները, հետեւաբար չեն կարող, չի ասել, այս անգամ էլ արդեն գիտեք, ժողովուրդ ջան, ուղիղ մտավ Հայաստան։ Ոչ, իրանք պետք է ուրիշ բառ փոխեն կամ ուրիշ կոմպոնենտ փոխեն։ Ասել են, այս անգամ էլ հացահատիկի տեղը արդեն ալյումինը մտավ, վաղը կասեն երկաթը մտավ եւ այսպես շարունակ։ Սա ընդհանրապես ցինիզմի նույնիսկ մարդու զզվանքի առաջանում, որ իրանց այդպիսի արարքները փորձում ես մեկնաբանել։ Իսկապես ամոթ է։ Արտահանելու ինչ ապրանքներ։ Ուր։ Ադրբեջան։ Չգիտեմ։ Իսկապես եմ ասում, չգիտեմ։ Որ պահանջարկ կա եւ այստեղ կարող են վաճառել։ Էկոնոմիկայի նախարար, վարչապետ, փոխվարչապետ, ֆինանսների նախարար, ելով կա ձեր շրջանակներից, ազգային ժողովի պատկան, չգիտեմ, հանձնաժողովի նախագահներ, խնդրում եմ պատասխանեք Կին Հերմինեի հարցին։ Մի հատիկ ապրանք ասեք, որ արտահանելու եք Ադրբեջան եւ բոլորիդ միաժամանակ հրավիրում են բանավեճի։ Չկա այդպիսի բան։ Չկա այդպիսի ապրանք, որ հետաքրքիր է իրենց մրցակցությանը մենք դիմանանք, շահավետ լինի իրենց գնել Հայաստանից։ Եկեք, որպեսզի շատ լավ պատկերացնենք ամեն ինչը։ Սովորաբար արտահանվում են ապրանքներ, երբ որ արտադրված են քո մոտ, քո երկրում, այսինքն արտադրանքի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է եւ ոչ թե ներկրել վերավաճառվելը։ Ներկրել վերավաճառով ընդհանրապես մրցունակ չենք մենք։ Այսինքն նույնիսկ շատ դեպքերում նույն կառավարությունն է ասում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանների բացում մեզ անհրաժեշտ է, որպեսզի լոգիստիկ մրցակցային առավել մրցակցային դիրք ունենանք եւ այդպես կարողանանք շատ ավելի շահավետ պայմաններով ներկրում եւ վաճառք իրականացնենք։ Այսինքն սա բացառեցինք հենց իրանցից խոսքով։ Իսկ հայկական արտադրության Հայկական արտադրանք սկսենք գյուղատնտեսությունից, որ մեր հողի վրա է աճում։ Գյուղատնտեսական արտադրանքի որակ եւ քանակ ու գին համադրության մեջ տեսնենք Հայաստանն է մրցակցային թե Ադրբեջանը։ Արցախի հողերը, որը օկուպացված է Ադրբեջանի կողմից, սա միշտ պետք է հիշենք, շատ ավելի բերի են, քան Հայաստանի ներկայիս Հայաստանի Հանրապետության հողերը։ Այսինքն արտադրողականության առումով մրցակցային առավելություն դեռևս Ադրբեջանի կողմն է։ Այդտում ջրային ռեսուրսներով, այնտեղ ռոռոկելի հատվածներով։ Աշխատուժը շատ ավելի էժան է Ադրբեջանում, չնայած սա միակ լավ բանն է, որի համար ես գոհ եմ, որ ադրբեջանցիների մոտ այստեղ մրցակցային առավելություն է, բայց իմ հայրենակիցները ավելի բարձր են մրցակցում։ Չնայած մենք դեռ ունենք Հայաստանում ըստ աղքատության վերին գծի 40% աղքատություն, եւ մնացածն էլ ովքեր որ աղքատ չեն համարում, բայց փաստացի աղքատ են, որովհետեւ ամսական եկամուտը չի բավարարում ամսական ծախսերի սպասարկմանը եւ անդադ պարտքով ու սպառողական վարկերով են ապրում։ Բայց այնուամենայնիվ դա իմ հպարտությունն է, որ իմ քաղաքացիները ադրբեջանցիներից բարձր են վարձատրվում։ Հարկային արտոնություններ, վարկային տոկոսադրույքներ, պետական սուբսիդավորումներ, բոլոր էլեմենտներով եթե մենք շարժվում ենք, Ադրբեջան պլյուս Հայաստան մինուս, Ադրբեջան պլյուս Հայաստան մինուս։ Նման պայմաններով մենք չենք կարող գյուղմթերք արտահանել։ Հետո գալիս է վերամշակող արդյունաբերություն։ Ամեն ինչ Թուրքիայից ներկրում ենք, օրինակ տեքստիլ արդյունաբերությունը։ Եվ եթե մենք ներկրում ենք, ինչը պետք է արտահանենք։ Նույնիսկ հագուստը շատ ավելի մրցակցային գներով Թուրքիայից ներկրում են, որովհետև այդ նույն սուբսիդիաներն էլ Թուրքիան է նաև տրամադրում։ Որ արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն չենք կարող մենք վաճառել եւ սպეციფიկ բնույթի այդպիսի արտադրանք չունենք, որը մենք կարող ենք վաճառել։ Հենց դրա համար էլ գալիս է միջանցքի տրամաբանությունը, այսինքն եթե կա նույնիսկ մի ապրանք, եկեք շատ էլեմենտար օրինակ բերեմ, պարացետամոլ դեղամիջոցի, եթե մենք կարող ենք ավելի մրցունակ գներով որակյալ արտադրել, ամենայնիվ ադրբեջանական կողմը միայն անվտանգային նկատառումներից ելնելով դա մեզ չի կարող ուղղակի ձեռք բերել, որովհետև ինքը չգիտի այդ խմբականակի մեջ այդքան լաբորատոր հետազոտություններ, փորձակնություններ եւ այլ չեն անելու։ Դրա փոխարեն ինչ է ուզում։ Դրա փոխարեն ինքը ընդամենը շատ բարձր խաղադրույք է կատարում աշխարհում, փորձում է ստանալ միջանցք առանց Հայաստանի կողմից Ալիևի խոսքով ասած հայկական այսպես սահմանապահի կամ մաքսային ծառայողի տեսնելու անխոչնդոտ ապրանքներ անցկացնեն եւ Թուրքիան կողմները շատ ավելի մրցունակ գներով արտադրում է եւ Թուրքիայից իրենք ներկրեն։ Հետեւաբար սա ուղղակի ԿՊ-ի բերած հերթական ցնդավանությունն է, որ մենք կարող ենք ինչ-որ ապրանք արտահանել կամ ծառայություն արտահանել Ադրբեջանից Թուրքիա։ Ներկրելու են Ադրբեջանից ապրանքներ։ Ոչ թե հիմնականում Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում ամեն ինչ արվելու է, որ Հայաստանում արտադրելը շատ ավելի անշահավետ լինի, վնասաբեր լինի նույնիսկ, որպեսզի արտադրությունները փակվեն եւ Ադրբեջանից Թուրքիայից ներկրում իրականացնենք։ Էլեմենտար օրինակ բերեցի ես։ Ասում եմ, Թուրքիայից Հայաստան գալու համար, Թուրքիայից Հայաստան ապրանք բերելու համար մաքսատուրքերը սահմանվում են բացառապես
ԵԱՏՄ կանոնակարգով եւ օրենսդրությամբ, հետեւաբար չի կարող Հայաստանը միայնակ որոշել մաքսատուրքից ազատում իրականացնել։ Այս խորհրդերս կհիշեք, Աստված մի արասցե որ Փաշինյանը մնա, տեղական հարկերով նրանց խթան եւ օժանդակություն է տրամադրելու։ Միևնույն ժամանակ Թուրքիան հակառակն է իրականացնում, Հայաստանից արտահանվողի վրա բարձր մաքսատուրք է կիրառում։ Այսինքն արդեն իսկ պայմանավորված սցենարը կա, որ ամեն ինչ պետք է անել Հայաստանից խոչընդոտելու համար դեպի Թուրքիա արտահանումը։ Իսկ Ռուսաստանի հետ ինչ հարաբերություններ են տնտեսական առումով, մենք տեսնում ենք արդեն իսկ խոչընդոտները կան, ջերմուկի շշերի հետ կապված տեսանք այդ խնդիրները, որ առաջացան, հետո պարբերաբար խնդիրներ են լինում։ Բայց դուք տեսել եք, որ խոչընդոտ կա։ Չկան խոչընդոտներ։ Ես չեմ տեսել, ճիշտն ասած։ Իրապես չեմ տեսել։ Ռուսական շուկան դեռևս իրապես չեմ տեսել այդպես մասշտաբային արգելքներ։ Դա նորից եմ կրկնում, պետք է փնտրել հասարակական կազմակերպությունների աշխատանքներում, այսինքն այդ ժամանակավոր արգելքները։ Իսկ եթե Ռուսաստանը իրապես ցանկություն ունի, ապա վստահեցնում եմ ձեզ, որ հաստատ պատճառները կգտնի։ Թեկուզ հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքով պայմանավորված։ Ժամանակավոր տեղի ունեցավ այդ թվում on-line հարթակներով Հայաստանից ապրանքների արտահանման այդպես արգելք, չեմ կարող դեռևս պատճառները վերջնական այդպես պնդել, որն է եղել պատճառը, բայց այնուամենայնիվ այստեղ այլ խնդիր գոյություն էր։ Կարծես թե ավելի շատ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատին օգնող ինչ որ հանգամանք էր։ Դրա համար դեռևս Դե մեղադրեցին նախկիններին, ասացին երկու ուժերն են կանգնած այս ամենի հետևում։ Դե հերթական անամոթություններ, այդպես քրեական դրան պետք չի լուրջ վերաբերվել, որովհետև մարդը գնում Արցախը Պրահայում սկուտերի վրա հանձնում, հետ է գալիս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանինն է եւ հերիք է, չգիտեմ, ուրիշների հողատարածքների կամ տարածքների վրա մենք ունենք հավակնություններ եւ աչք, հետո հաջորդ քայլափոխին պատտվում ասում են նախկիններն են հանձնել, ես չեմ հանձնել։ Այսինքն այսպես մենք գործ ունենք մասշտաբային անամոթության հետ իրականացնել եւ հակառակը ներկայացնել։ Իսկ խնդիրը ո՞րն է այս դեպքում դուք կարծում եք։ Այդ on-line վաճառքի հետ կապված, որ փաստորեն արգելվեց Հայաստանից գնումներ կատարել։ Կարող են որոշակի ենթադրություններ իրականացնել, կարծում եմ որոշակի Փաշինյանի էլեկտորալ օգնության ինչ որ խնդիր կարող է լինել, որովհետև շատ դեպքերում այդ թվում նախ փաստաթղթային խնդիր հիմա գոյություն ունի, որը որ այստեղ հայկական եւ ռուսական կողմերը ընդհանրապես կապ չունեն։ Ուղղակի գոյություն ունի այնպես մենեջմենթի մեջ ինչ որ սխալ, որը որ պետք է կարգավորվի։ Եվ դրանով պայմանավորված կարող է պահանջել օրինակ ժամանակ, 1 ամիս ժամանակահատված։ Սա բոլոր դեպքերում ոչ մեկի հետ կապ չունի։ Այսինքն չի բացառում, որ այս տեխնիկական խնդիրն է պատճառաբանությունը։ Հաջորդը վերջերս նաեւ ներկրման վերաբերյալ այդպես տեղեկատվություններ էին ստանում, որ առօրյա օգտագործման այդ թվում սննդամթերքը մարդիկ պատվիրում են on-line հարթակների միջոցով, որովհետև շատ ավելի հարմար է, էժան է եւ այլն մրցունակ է, եւ չէր բացառվում, որ նաեւ հենց նույն հայկական արտադրանքը պատտվում էր on-line հարթակի միջոցով էր ծրագրումը կատարվում։ Եվ այդ թվում գոյություն ունեն դեպքեր, երբ որ մարդը գնում հագուստ օրինակ փորձում է խանութում, կախում է, գնում on-line պատվիրում է, որովհետև շատ ավելի էժան է։ Այս ժամանակահատվածում, երբ որ արդեն գոյություն ունեն on-line հարթակների մատակարարման խափանումներ, շատ դեպքերում այստեղ հենց Հայաստանի շուկայում վաճառվելու ժամանակավոր արգելքը մինչև ընտրաշրջան խթանելու է, որպիսի շուկայում առևտուր իրականացնողները, այսինքն ՓՄԶ ոլորտի կազմակերպությունները կարողանան շատ ավելի հեշտ եւ ավելի մեծ քանակով վաճառք իրականացնել։ Սա ինչ է բերելու դեպի Փաշինյանին դրական տրամադրվածություն։ Իսկ ջերմուկի հետ կապված, ծաղիկների հետ կապված, մշտական այդ խնդիրները, որ առաջանում են վերջերս հենց ջերմուկի այդ թեմաներ մեծ խմբականակ, որ արգելվեց, այս ամեն ինչը արդյոք նախազգուշացնող քայլեր են Ռուսաստանից, կապված են Փաշինյանի այցի հետ, որ նա եկավ Ռուսաստանից եւ ըստ էության հետո հնչեցին արդեն սուր հայտարարություններ այնտեղից եւ շարունակվում են այդ հայտարարությունները։ Դուք նախորդ մեր հանդիպման ժամանակ ինձ կշտամբում եք, որ ես չեմ պատասխանում այդ հարցին, բայց որոշակի առումով կարող եմ արդեն պատասխանել։ Սա կարծես թե ավելի բարենպաստ հայտարարություն կամ բարենպաստ վարքագիծ էր Փաշինյանի համար, քան մնացած բոլորիս համար։ Որովհետև նորից նախորդ ձևակերպումը կրկնեմ, Ռուսաստանի նման հզոր գերտերության այդ հանդիպումները երկրների ղեկավարի մակարդակով ուղղակի դա հենց այնպես չի կարող լինել։ Դրան նախորդում են պայմանավորվածություններ, պայմանավորվածությունների ձեռքբերումներ,
գրեթե համաձայնությունների ստացումներ կամ արդեն փաստացի ստացումներ ուղղակի ֆորմալացնելու կարիք են ունենում եւ այլն։ Մենք պրոտոկոլով այդպես գնում ենք։ Դրա համար ես ձեզ ասում, որ գիտեք, բարդ է մեկնաբանել մի բան, որովհետեւ արտաքին հայացքից ոչինչ չի երևում, բայց ինչ որ մի բան կա։ Չի բացառվում գազի մասին, չի բացառվում, այո, տեսեք։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանից ինչ որ մի բան էլ Հայաստանի շահի հաշվին Ռուսաստանին զիջել է, դրա դիմաց ստացել է կանաչ լույս, որպիսի հակառուսականության ալիքը պրոեվրոպականություն, պրոարևմտյանություն խաղալով որոշակի ձայների հավաքագրում իրականացնում։ Արդեն մոտավորապես հակվում եմ այս կարծիքին, որովհետև այո, Ռուսաստանի նախագահի այդ հայտարարությունները հակառուսական տրամադրությունները Հայաստանում դե գիտեք ինչքան բարձր է հակառուսականությունը եւ Փաշինյանը ինչքան այդպիսի հայտարարություն է իրականացնում, այնքան այսպես հասարակությունը դեպի ավելի Փաշինյանի պաշտպանողական է տրամադրվում։ Բայց այստեղ հարցն է, որ Ռուսաստանից են հնչում հայտարարություններ եւ քայլեր։ Ապրեք, Ռուսաստանը եթե դա իրականացնում է, նշանակում է հակառուսականությունը Հայաստանում սրում է։ Եթե սրում է Փաշինյանի դիրքերը ավելի բարելավում են, եթե բարելավում են Փաշինյանը Կարծոք սրում է, թե ուզում է իր իրավունքները պաշտպանել, նախազգուշացնում է Հայաստանին։ Ես չնկատեցի այդպիսի բան համենայն դեպս։ Դեռ չեմ նկատել։ Ինչ պետք է անեն, որ դա նկատեիք։ Պետք չի ասել ինչ պետք է անեն, իրենք մեզանից լավ գիտեն ինչ պետք է անել, բայց ամեն դեպքում ես չնկատեցի ամենայն դեպս, որ ի վնաս Փաշինյանի որևէ բան իրականացնել։ Օրինակ, Ադրբեջանը օրինակ թանկ է գնում։ Մենք կարող ենք հարցի ակնարկներ էին Փաշինյանին։ Դրանց վրա տեսեք, զգուշացնող երկու մասի կարող ենք բաժանել։ Այդ թե իրականում ինչ կարող է անել Ռուսաստանը, այո, Հայաստանի տնտեսությունը ուղղակի կարող է կոլապսի ենթարկել։ Սկսած վառելիքային ռեսուրսների սակագներից, դրանց մատակարարումների դանդաղացումներից, այդպես ատոմակայանի եւ ջերմաէլեկտրակայանի հումքի մատակարարումից, վերջացրած մինչեւ տրանսֆերտների փոխանցման դադարեցում, մարտագնա աշխատողների մեկնողների արգելքներ, տուրիստների հայկական Հայաստան այցելելու արգելքներ կամ այլ ուղղությունների բացումներ, Հայաստանից արտահանման խափանումներ, տարբեր շատ այդպես վատ վիճակ կստեղծվի, որովհետև 8 տարի այս իշխանությունը ոչինչ չարեց Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար։ Այդ թե իրականացնում են կամ սա նախազգուշացնում են, ոչ, չեմ կարծում ես դա այդպես։ Գիտեք ինչու, որովհետև Ռուսաստանը շատ լավ գիտի, չէ՞ որ այստեղ գոյություն ունեն adekvat ուժեր, մարդիկ, փորձագետներ, որոնք անընդհատ դրա մասին խոսում են եւ հարարությանը տեղյակ են տանում, որ ոլորտից ինչքան կախվածություն ունենք որևէ երկրից եւ դրա կախվածության, չգիտեմ, դիվերսիֆիկացիայի, չեզոքացման, ռիսկերի կառավարման եւ այլ հնարավորությունները ինչպիսին են, եւ մենք կարողանում ենք տեղյակ պահել։ Եթե այդ նույն բառապաշարով խոսում է Ռուսաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, սա ոչ թե զգուշացում է հայ հանրությանը, այլ կարծես թե այդպես դեպի սպառնալիք է դիտարկվում եւ մարդիկ սկսում են պրոփաշինյանական որոշակի վեկտոր փոխել։ Դրա համար եմ ասում, սա ինձ դուր չեկավ։ Իսկ այդ կետը ո՞րն է, որ կարող է իսկապես ձեր ասած գործողություններին արդեն դիմի Ռուսաստանը, ինչպես դուք եք ասում։ Չեմ կարող ասել, որ մասշտաբային գործողություններ։ Իրենք պետք է որոշեն, չեմ կարող։ Դա իրենց որոշելիքն է։ Իրենք գիտեն ամեն ինչի տեղերը։ Ես ես ուղղակի ասացի, որ ինչի հնարավորություն կա, ինչպիսի կախվածություն ունեն։ Ցանկացած պարագայում, ցանկացած կախվածության վրա որոշակի թիրախավորումը արդեն իսկ վնաս է բերում Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա այսպեսի աջակցություն, որ Փաշինյանն ունի Եվրամիությունից, իր դիրքերը ասացիք որոշ չափով ամրացել է, այն մի քանի տոկոս է ավելացել ընդհանրապես ասում եք, իսկ ընդդիմությունը ինչ պետք է անի այս դեպքում, անհավասար մրցակցություն չէ։ Ի սկզբանե անհավասար է մրցակցությունը, որովհետև Փաշինյանն ունի հսկայական ռեսուրս, ադմինիստրատիվ ռեսուրս, մեդիա ռեսուրսներ, այդ թվում ֆինանսական ռեսուրսներ, որը որ շատ ավելի օպտիմալ կարող է, այդ թվում քրեական օրենսգրքի պահանջները խախտելով կարող է կիրառել, բայց ընդդիմությունը բոլոր հնարավորություններից զրկված է։ Բնականաբար մեկնարկային պայմանները արդեն լավը չեն։ Հետևաբար ընդդիմության մեկնարկային պայմանները արդեն շատ թույլ են։ Փաշինյանին բարձր։ Այս դեպքում իշխանապողության հնարավորությունը մենք էլ որպես ընդդիմություն այդքան վստահ ասում եք, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը շատ բարձր է իշխանապողության հնարավորությունը։ Տեսեք, գոյություն ունի ընդհանրապես հասանելիության ապահովում։ Իմ եւ ձեր զրույց, եթե մենք կարողանանք ավելի լայն հասանելիություն ապահովենք հասարակությանը, վստահեցնում եմ ձեզ, ահագին բան կփոխի մարդկանց մոտ։ Այստեղ ունենք տեղեկատվական հոսքերի կառավարման, հասանելիության ապահովման խնդիրներ, որի բարդությունը, այո, որի բարդությունը այդպես եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ունեն։ Օբյեկտիվորեն մարդիկ հոգնած են,
առավոտից երեկվա աշխատանքի մեջ եմ, նորից հիշեցնեմ, հա, թիվը միայն 40% Հայաստանի Հանրապետության պաշտոնապես աղքատ է։ Չեմ խոսում իրական աղքատությունից, ըստ աղքատության վերին գծի 40% աղքատ է։ Այս մարդը առավոտից երեկո տանջում է, չարչարում է, որ կարողանա իր ապրուստի միջոցը վաստակել, մի հատ էլ պետք է նստի եւ 40 րոպե իմ եւ ձեր զրույցը դիտել։ Չէ, քիչ հավանական է։ Այսինքն մենք պետք է գտնենք ձևերը հասցնելու տարբեր եղանակներով։ Մեկ ամիս մնացել։ Մեկնարկվում է երբեք ժամանակը շատ չի լինում։ Ժամանակը միշտ քիչ է։ Միշտ քիչ է։ 5 տարի նույնիսկ քիչ է։ Հետևաբար պետք է ուժերի գերլարվածությամբ աշխատել, հասցնել ամբողջ ուղերձները տեղ։ Հնարավորություն տեսնում եք իշխանապետության։ Իհարկե տեսնում։ Եթե չտեսնեմ, ինչի համար եմ պայքարում։ Տեսեք, երբևէ չի կարելի այդպիսի նպատակադրմանը չհավատալով շարժվել դեպի նպատակ, որովհետև դա միանգամից տանում է դեպի ձախով։ Միավորմամբ թե ինչպես, ինչ պետք է լինի։ Բազմիցս հայտարարել եմ, ես մեր կազմակերպությունը, մեր գործընկեր կուսակցությունը միավորված հայերը, իդեմս նախագահ Ռուբեն Ավագյանի, մենք բոլորս մշտապես մտածել ենք իշխանափոխության միակ ճանապարհը կոնսոլիդացիան է։ Եվ մենք գնացել ենք այդ, այսինքն մենք չենք կարող լինել մի գաղափարի ջատագով եւ շատ հարցեր դնել կողքի եւ գնալ հանուն իշխանափոխության կոնսոլիդացիայի ճանապարհով ընդ որում անդադ կոչով հանդես գալ։ Մենք այստեղ պետք է սեփական օրինակով օրինակ ծառայենք, որպեսզի մեր հանրությունը մնացած այլ ուժերը գնային կոնսոլիդացիայի ճանապարհով։ Այո, առանց կոնսոլիդացիայի փոփոխությունը չի հնարավոր չի։ Եղավ այնքան որքանով որ եղավ։ Իսկ ընտրություններից հետո, երբ որ որոշիչ լինի արդեն ձայների միավորումը եւ այլն, այդ ժամանակ կլինի կարծում եք միավորումներ։ Ընդդիմադիր խոշոր կենտրոնների միջև։ Չեմ բացառում։ Բայց եկեք կանխատեսումներ չանենք։ Այսինքն դուք եք կարծում մեկ ուժը հնարավորություններ քիչ ունի։ Տեսեք, երբևէ չի կարելի հնարավորությունների վրա այդպիսի խաղադրույքներ կատարել։ Հնարավոր է, բայց միասին վստահաբար այդպես է։ Այսպիսի տրամաբանությամբ կանխավարկածով ենք մենք առաջնորդվում։ Եթե մի բանը հնարավոր է, այսինքն հնարավոր է նաև չլինելը։ Այսինքն կան ռիսկեր, որոնք այդ թվում չեզոքացման ենթակա չեն, անկառավարելի ռիսկեր են։ Անկառավարելի ռիսկերի կառավարելի դարձնելու միակ ճանապարհը գտել ենք կոնսոլիդացիայի մեջ։ Իսկ անսպասելի իրավիճակներ կարող է Փաշինյանը ստեղծել նույն ուժեղ Հայաստանի համար, որովհետև արդեն իսկ կալանավորումներ կան, ձայնագրությունների մասին հետապնդումներ քրեական եւ այս ամենը հող նախապատրաստվի հետագա ավելի խոշոր գործողությունների նկատի ունեմ թույլ չտան ընտրությունների մասնակցել։ Եվ ունեք արդյոք այդ պլանները, թե ինչ եք անելու այդ դեպքում։ Միանշանակ իհարկե Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, նույնիսկ ավելին ասեմ, մեր մտքով կարող է չանցնել այդպիսի գործողություն, որը Փաշինյանի մտքով կարող է անցնել։ Շատ խելագար է մոլագար։ Սամվել Կարապետյանին դատի է տալու, իրական չի ինչի ասել։ Այդ թեմայի հետ կապված։ Դուք մի կենտրոնացեք ինչի ասել Փաշինյանը։ Դուք ուղղակի հիշեք, որ մեր ֆանտազիայով չի կարող անցնել այնպիսի աննորմալ արարք, որ Փաշինյանը կարող է իրագործել եւ ոչ թե կարող է նրա մտքով անցնել։ Ինքը ամեն ինչ կարող է անել։ Հետևաբար մենք էլ պատրաստ ենք ամեն ինչ։ Իսկ դատի տալու մասով ինչ կասեք։ Այդ սունկ ներկրելու մասով, որ կերել է։ Չեմ լսել անկեղծ ասած, չեմ կարող ասել։ Չեմ կարող ոչինչ ասել։ Չեմ լսել, որովհետև այսօր չեմ հասել լրահոսին հետևեմ։ Առաջին անգամ լրահոսից որոշակի բաներ ձեզանից տեղեկացա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։